Բարև ձեզ սիրելի հեռուստադիտող եւ սիրելի ռադիոլսող, եթերում է փոքրիկ աստղ հաղորդումը։ Մենք ունենք հյուր, ով արդեն հասցրել է նվաճել մեծ բեմեր, տարբեր մրցանակներ դափնեկիր է եւ ապագա մեր երաժիշտ։ Եվ այսպես, մեր այսօրվա հյուրն է Քնարիկ Նիկոյանը։ Բարև Քնարիկ ջան։ Բարև ձեզ, ինձ շատ հաճելի է այսօր ներկայանալ որպես ձեր հյուր։ Քնարիկ ջան, ես շատ ուրախ եմ, որ այսօր մեր տաղավարում ես եւ հենց ամենասկզբում էլ ներկայացրու քո ստացած մրցանակները։ Առաջին մրցանակը դա ես գրավեցի 3-րդ տեղ Երևանում էր։ Այնուհետև նաև մասնակցեցի փոքր քայլ մրցույթին, գրավելով 2-րդ տեղ, նաև Art Music-ում մասնակցեցի, գրավեցի առաջին տեղ, եւ այդպես մի շարք մի քանի մրցանակներ նույնպես ունեմ։ Քանի տարեկանից ես սկսել հետաքրքրվել երաժշտությամբ եւ ո՞րն էր առաջինը՝ ջութակը թե երգը։ 6 տարեկանում ես շատ էի սիրում լսել երաժշտություն, մանավանդ ջութակ, այսպիսով գնացի ջութակի, ինձ շատ դուր եկավ այդ միջավայրը մթնոլորտը եւ որոշեցի շարունակել եւ հետագայում արդեն գնացի երգչախմբի եւ դարձավ իմ կյանքի մի մասը դա։ Այնուհետեւ շնորհիվ Ակնե երգչախմբի Հայաստանը ես կարողացա ճանապարհորդել Հայաստանի շրջանակներում եւ ինչու՞ չէ նաեւ Եվրոպայում։ Գիտես, մոտս մի հատ հարց առաջացավ։ Ինչ երաժշտություն ես լսում, երբ մենակ ես, ու երբ որ հավաքված եք ընկերուհիներով։ Երբ որ մենակ եմ, գերադասում եմ լսել դասական երաժշտություն, օրինակ Բոչելի ենթադրենք, օպերաներ, Շուբերտ, Բախ եւ այլն։ Իսկ երբ որ ընկերուհիներով եմ, ավելի շատ երևի փոփ երաժշտություն եմ լսում, որ ավելի հանգիստ եւ ազատ զգամ ինձ։ Որ առարկան ես ամենաշատը սիրում դպրոցում։ Այս հարցին ես կոնկրետ պատասխան չունեմ, յուրաքանչյուր առարկա յուրովի հետաքրքիր է ինձ համար, դրա համար կարող եմ ասել, որ յուրաքանչյուր առարկա սիրում եմ սովորել։ Օրինակ բերենք մայրենի լեզուն, այն առաջի հայացքից կարող է թվալ շատ հեշտ, բայց ես սիրում եմ հետաքրքրվել մեր մայրենի լեզվով, այսպես որ կարող եմ ենթադրել, որ դա մայրենի լեզուն է։ Ինչով ես զբաղվում 12 տարեկան Քնարիկը, բացի դպրոցական դասերից ու երաժշտությունից։ Սիրում եմ նկարչությամբ զբաղվել, մանավանդ ճանապարհորդությունը կազմում է իմ կյանքի մի մասը, դրա համար երբ որ ճանապարհորդում եմ, գերադասում եմ նկարել այդ ընթացքում եւ ինչու՞ չէ նաեւ սիրում եմ ծաղիկներով զբաղվել, այսինքն խնամել, այգեգործությամբ, ինչու՞ չէ։ Քանի որ ասացիր, որ սիրում ես ճանապարհորդել երկրներով, քաղաքներով, որ երկիրն ես ամենաշատը սիրում։ Ամենաինձ հոգեհարազատ երկիրը դա Իտալիան է, կամ Ֆրանսիան, որովհետև այդտեղի մշակույթը, առհասարակ ուտեստը եւ թեկուզ ժողովուրդը ինձ շատ գերում եւ հետաքրքրում եմ, դրա համար հետագայում կցանկանամ ճանապարհորդել տվյալ երկրները։ Կա երգիչ կամ երաժիշտ, ում արվեստը այնքան է սիրում, որ կուզենաս ապագայում նմանվել նրան։ Օրինակ բերենք հանրահայտ ջութակահար աշխարհահռչակ Սերգեյ Խաչատրյանին, այս վերջերս նա ներկայացավ Գյումրու տեխնոլոգիական դահլիճում, ես այդտեղ ներկա էի եւ ինձ գերեց նրա ուշադրությունը, որ ինքը ներկայացնում է դա երեխաներին, այսինքն օրինակ է ծառայում մեզ որպես երաժիշտ եւ մենք այդպես գերվում ենք եւ ցանկանում ենք դառնալ ապագա երաժիշտներ։ Քնարիկ ջան, կարող եմ քեզ խնդրել մեր հեռուստադիտողների, ռադիոլսողների եւ մեզ համար կատարել քո սիրելի ստեղծագործություններից մեկը։ Իհարկե, կարող եմ կատարել մի փոքրիկ քառատող Կոմիտասի կրունկ երգից։ Քնարիկ ջան, կատարումը շատ գեղեցիկ էր, ու քանի որ դու ջութակահարուհի ես, կարող ես մեր ուկնդրի համար մի հատ գեղեցիկ ստեղծագործություն կատարես։
Իհարկե մեծ հաճույքով։ Կնվագեմ Մոցարտ Ադելաիդայի առաջին մասից մի փոքր հատված։ Կատարումը իհարկե շատ գեղեցիկ էր ու հուսամ մեր հեռուստադիտողի եւ ռադիոլսողի համար էլ շատ գեղեցիկ։ Դու ինքդ քեզ հեշտ պատկերացրել ես օրինակ 10 տարի անց։ 10 տարի անց դեռևս չեմ պատկերացրել, բայց եթե ենթադրեմ, կպատկերացնեմ որպես անհատ ջութակահար, ով որ կսովորացնի երեխաներին ճիշտ նվագել, ճիշտ ու կնդրել երաժշտությունը եւ ամենակարևորը ճիշտ ճանապարհով ուղղորդվել։ Իսկ երգի հետ կապված չես ուզենա ինչ-որ նոր նպատակ բան չունես։ Նպատակ երգի հետ կապված նպատակս այն է, որ կարողանամ լավ երգել, լսողությունս զարգացնել այդ առումով եւ կարողանամ մինչեւ վերջ ակնա երգչախմբում մնալ։ Քնարիկ ջան, մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, ինձ շատ հաճելի էր քեզ հետ զրուցելը։ Համոզված եմ, որ նույնքան հաճելի էր մեր հեռուստադիտողներին եւ ռադիոլսողներին։ Քեզ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ եւ մեծ բեմեր։ Շնորհակալ եմ, ինձ նույնպես հաճելի էր ձեր հետ համագործակցել։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի ռադիոլսող, եթերում մեր փոքրիկ աստեղ հաղորդումը կհանդիպենք։